Մենք կտրականապես մերժում ենք ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ինքնիշխանությունն ու ազգային իշխանությունը։ Այս մեկ նախադասությունը վրդովվեցրել է հարևան Ադրբեջանին։ Այստեղից Իրանին մեղադրել են սադրելու եւ մանիպուլացնելու համար։ Դեսպանի Ադրբեջանի դեմ պարբերաբար եւ համակարգված սադրիչ հայտարարությունները նպատակ ունեն խաթարել Ադրբեջանի եւ Իրանի միջև հարաբերությունները։ Արևմտյան Ադրբեջան անունով Իրանում տարածք կա, ինչով էլ ավարտվում ու փակվում է այդ թեման, նշել է դեսպան Սոփանին։ Մինչդեռ Բաքուն ասում է, կեղծ, վտանգավոր, Հայաստանի կարիքները բավարարելու համար է նման հայտարարությունները հնչում Հայաստանի սրտից։ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները նորից սրվում են, իրենց դեպքում նորմալ է, նշում է իրանագետը։ Ուշքնություններ են առաջացել երկու երկրների հարաբերություններում, բայց բնականաբար բանը չի ասնի պատերազմի։ Այդ լարվածությունը կպահպանվի որոշ ժամանակ հետո, բայց ինչ-որ մի փուլում կարծի, որովհետև իրենց հարաբերությունների ընթացքը 30 տարիների ընթացքում միշտ այդպես է։ Բաքուն հաճախ է մեղադրում Իրանին հայամետ քաղաքականության համար, բայց Իրանը մեկ այլ հարց ունի Բաքվին՝ իր տարածքը օդային եւ ցամաքային գործածել է Իսրայելը։ Մենք ինֆորմացիա ստացանք, որ փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրներից մեր տարածք են մտել։ Այդ իսկ պատճառով մեր նախագահը նրանց խնդրեց լուրջ հետաքննություն անցկացնել։ Սպասենք այդ հետաքննության արդյունքներին։ Իրանի նախագահը Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է հետաքննական աշխատանք կատարել ու պարզել տարածքն իրականում գործածվել է։ Հարթ չեն ընթանում նաև Բաքու-Մոսկվա հարաբերությունները։ Ամենաթարմ տեղեկությունը ռուսական լրատվամիջոցների նկատմամբ հատուկ գործողություններ իրականացնելու մասին լուրերն են։ Սպուտնիկ Ադրբեջանն ամբողջությամբ շրջապատել են ադրբեջանցի ոստիկանները։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ էլ Սպուտնիկ Արմենիայում աշխատում էր Ռուսաստանի ԱԴՑ-ի երկու գործակալ, որոնց ձերբակալել են։ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում հունիսի 28-ից 29 ադրբեջանցիների առևտրային կետերում խուզարկություններ է սկսվել, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների կան զոհեր եւ վիրավորներ։ Սպուտնիկ Ադրբեջանի նկատմամբ գործողությունները պատասխան են Մոսկվային։ Ադրբեջանը 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ օգտվելով Ռուսաստանի որոշակի լոյալությունից կարողացավ օկուպացնել Արցախը, որից հետո բնականաբար ստանալով Ռուսաստանից իրեն անհրաժեշտ Ադրբեջանը որոշակիորեն պետք է սկսեր ստրատեգիական հեռավորություն պահպանել Ռուսաստանից, ինչին էլ մենք ականատես եղանք։ Թուրքիան այսօր ուղիղ ներգրավվածություն ունի Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ։ Հունիսի 29-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի Դաշնության դեսպանը, պահանջել են լիարժեք ու անկողմնակալ հետաքննություն անցկացնել։ Բացի այդ, Բաքուն պահանջել է մեղավորներին անհապաղ պատասխանատվության ենթարկել։ Հունիսի 30-ին էլ Բաքուն արգելել է ռուսական պետական ու մասնավոր կազմակերպությունների միջոցառումների ցուցադրումը։ Չեղարկումը կապված է Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրական թիրախավորված եւ առանց դատավճռի բռնությունների ու սպանությունների հետ, որոնք էթնիկ հիմքով են իրականացվել։ Համացանցում տարածվել են ռուսական բանտում պահվող ադրբեջանցիների լուսանկարներ։ Դրանց արձագանքել է ադրբեջանցի քաղբանտարկյալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլին։ Նա քննադատել է Ադրբեջանի իշխանությանն ու պետական քարոզչություն կատարող մեդիաներին։ Ջամիլ Հասանովը երկու լուսանկար է տարածել։ Մեկն ինքն է ադրբեջանական բանտում, մյուսը ադրբեջանցին ռուսական բանտում։ Այս հրապարակումն արվել է հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրվել են եւ Բաքվի մեդիան լայնորեն լուսաբանում է ռուսական ոստիկանության բռնությունները ադրբեջանցիների հանդեպ։ Բայց Ջամիլ Հասանլին որպես ընդդիմադիր հիշեցնում է հանրությանը, որ այդ նույն մեդիան լուր էր, երբ հենց իրենց քաղաքացիներին էին ծեծում, ձերբակալում եւ նվաստացնում Բաքվում։ Բաքվում մարդու իրավունքների խախտման մասին վերջերս ահազանգել էին նաև ՄԱԿ-ի անկախ փորձագետներն ու մի շարք լրատվամիջոցներ։ Ստացվում է, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաքուն սրված հարաբերություն ունի եւ Մոսկվայի, եւ Թեհրանի հետ։ Հունիսի 29-ին ադրբեջանական կայքերը ողողված էին Իրանի հոգևոր առաջնորդի լուսանկարներով Ադրբեջանի թշնամի գրվածքով։ Սրա նպատակը ըստ իրանագետի կրոնի միջոցով Ադրբեջանում հեղափոխական ալիքի առաջացումը կանխելն է։ Անի Աբաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։